նռանգույն է։ 20-րդ դարի ամենահամարձակ ռեժիսորներից մեկի ֆիլմի փակ դիտումը մեծ սիրո սկիզբ։ Էկրանին Փարաջանովի գլուխգործոցն էր, դահլիճում անսովորի սպասումով հանդիսատեսը։ Հիշում եմ, որ չէի հասկանում ինչա կատարվում էկրանին, բայց հասկանում եմ, որ բոլոր բջիջներով հիանում եմ դրանով։ Հիացմունք, որ ձգվում է ավելի քան 3 տասնամյակ, արդեն նաև հավերժական շարժում գրքում։ Հարցազրույցներ, ռեպորտաժներ, հոդվածներ, թարգմանություններ եւ այլ նյութեր։ Հեղինակը դրանք ժողովել է 1 տարում։ Առիթը Հոբելյաններ, 100-ամյակներ, եւ ես մտածեցի, որ շատ կարեւոր է, որ հայերեն լինեն նյութեր, որոնք նախկինում հայերեն թարգմանված չեն եղել կամ թարգմանվել են հատվածաբար։ Վերնագիրը պատահական չէ, մինչև այս հատվածաբար թարգմանվել էր հավերժական շարժում էսսեն, որը Փարաջանովը գրել էր մոռացված նախնիների ստվերները ֆիլմից անմիջապես հետո 1966-ին։ Սա այն աշխատանքն է, որում Փարաջանովը առաջին անգամ պաշտոնապես հրապարակային ձևով արձանագրում է իր կինոյում գեղարվեստական պատկերի դոմինանտության գաղափարը։ Գեղեցկության գերին գլխում հարցազրույցներ են ռեժիսորներ Ռոման Բալայանի, Սերժ Ավետիքյանի, Ալեքսանդր Աթանեսյանի ու Ատոմ Էգոյանի հետ։ Վերջինից բացի մյուսները շփվել են Փարաջանովի հետ։ Գրքում հատուկ անդրադարձ կա ռեժիսորի հայկական ծագմանը։ Շատ է խոսվում, որ նա հայերեն չէր մտածում, հայերի համար չէր ստեղծագործում։ Այդ իմաստով ես գտել եմ նյութեր, թարգմանել եմ եւ ժողովածուներ արված են, որոնք ցույց են տալիս այդ ներքին ամուր օրգանական կապը իր հայկական ինքնության հետ եւ հայ մշակույթի հետ։ Հետապնդում, գրաքննություն, սահմանափակումներ, վերջում էլ բանտ։ Մոսկվան ռեժիսորին հետևում էր աչքերը չռած, թեև քաղաքական այլախոհ չէր, բայց ազատության անսահման զգացումն ունկալումը կարող էր ջախջախել յուրաքանչյուրին։ Հիմնահատակ ջախջախում էր խորհրդային կինոյի ամենամեծ աստվածներին կարելի ասել, դա Սերգեյ Գերասիմովն է, Բոնդարչուկն է, Միխալկովների դինաստիան է։ Փրփրող շամպայն էր Փարաջանովը, արբեցնող միգումից։ Խորհրդային կինոյի համարձակի հետ շփվելու առիթ է ունեցել նաև Դավիթ Մուրադյանը, ասում է հավերժական շարժում գրքում տեսել ու նույնիսկ լսել է նրան։ Ես այս գրքի միջից նույնիսկ լսում եմ իր ծիծաղը։ Աշխարհից սիրով վրեժխնդիր լինող Փարաջանովի մասին բազմաթիվ գրքեր, հոդվածներ, էսսեներ, պատումներ կան, հիմնականում ռուսերեն։ Հավերժական շարժումը լրացնում է փիլիսոփա ռեժիսորի կյանքի ու գործունեության մասին հայերեն գրականության ցանկը։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։